Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, ուրեմն ես հիմա ներկայ գտնում եմ Վրաստանի Դենտրոպարկում ու չեք պատկերացնի ինչքան գեղեցիկ ծառեր կան ու որոշեցի, որ իմ YouTube ալիքի եւս մեկ վիդեո լինի, այս անգամ մի քիչ բնության հետ կապված, այսօր ձեզ կծանոթացնեմ Դենտրոպարկի հետ, եթե մարդիկ կան ովքեր ոչ են եղել Վրաստանի Դենտրոպարկ, այս վիդեոն հատուկ ձեզ համար է։ Իսկ մենք հիմա շարունակում ենք առաջ եւ ձեզ մի փոքր պատմեմ այս ծառերի, այս բնության մասին։ Այժմ գտնվում եմ Magnolia grandiflora-ի ծառի մոտ, որի բարձրությունը կազմում է 2-ից 8 մետր, պատկերացրեք թե դա ինչքան բարձր է։ Ու հիմա ներկա պահին գտնվում եմ իմ ամենասիրած ծառերի մոտ, այս ծառերն են։ Իրականում չգիտեմ այս ծառերի անունները ինչպիսին են, բայց այսպիսի ծառեր շատ դիտել եմ ֆիլմերում, շատ խաղերում, բայց հենց իսկական աչքով չէի տեսել ու այսօր տեսա։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։ Իսկ հիմա այս ծառը որ կա, այս ծառի անունն է Quercus marcinifolia, որի բարձրությունը կազմում է 3-ից 6 մետր բարձրություն, ահագին բարձր է։ Իրականում կողքերում շատ ծառեր կան, ուղղակի շատ ծառերի վրա փորագրված չեն նրանց անունները, նրանց բարձրությունը ինչքան է, ու հիմա ներկա պահին փորձելու եմ գնամ այնտեղ չգիտեմ 3 մետր չեն, այնտեղ կան մեկ հատ կամուրջ, այդ կամուրջի վրայով քայլենք ու գեղեցիկ վիդեո ստանանք։ Այս էլ է շատ հետաքրքիր մի ծառ, մենք մոտիկ անանք։ Հուսամ ինձ այստեղ համտամության աշխատողները մոտիկ չեն գա այս ծառը ու այստեղ ոնց մի քիչ ոնց որ ծակ կա։ Հետո ինձ թվում է երևի շատ ուղղակի աններ բանը չկար գրած։ Էլի ծառը, այս էլ է նույն ծառը, ուղղակի շատ ծառեր կան, որ կապված են, որ չընկնեն։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։ Ուրեմն հիմա ներկա պահին հասնում ենք այս կամուրջի վրայով շատ բարձր է ու դիք է կոնկրետ ու լավ պինդ է ու հիմա ես մյուս անկյունդ հասնում ենք մյուս մասը։ Ես մյուս մասում ոնց որ ավելի շատ են ծառերը ու ավելի շատ բաներ կարող ենք բացահայտել միասին։ Շարունակվում է։ Ես այժմ ենք ու հետաքրքիր ծառեր ինձ գտնեմ, կմիանամ ձեզ։ Ուրեմն հենց այս ծառը որ կա, որի մոտ որ ես հիմա գտնվում եմ, ինքը ահավոր հաստ է, չուգուն։ Նրա անունն է Տաղոդիում դիստիկում, նրա բարձրությունը կազմում է 4-ից 3 մետր, լայնությունը 5 մետր։ Շատ բարձր ծառ է, այն վերևը տեսնում եք, այդ է։ Ու այստեղ շատ գեղեցիկ ծառեր կան, իսկ մինչև մենք անցնենք առաջ, դուք բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաշխանեք նոր եւ հետաքրքիր վիդեոները։ Ուրեմն հիմա եւս գտնվում ենք հատ խոշոր ծառի մոտ, որը անունն է Cinnamomum champfora, նրա բարձրությունը կազմում է 4-ից 4 մետր բարձրություն ունի։ Ու այս ծառերի պատմությունները իրականում շատ են, մարդիկ կան, որ եկել են, ջրել են, աճել են, ու հենց դա է էլի։ Բայց եթե նոր տեղեկություն իմանամ այս ծառի մասին, ձեզ կպատմեմ։ Ուրեմն այս հաջորդ ծառը, որի անունն է Euchypation viminelis, նրա բարձրությունը կազմում է 5-ից 7 մետր, իսկ լայնությունը 4 մետր։ Եկեք շարունակենք առաջ գնալ։ Ուրեմն հաջորդ ծառի մոտ, որը որ գտնվում ենք, նույնպես նրա անունն է Euchypation viminelis, նրա լայնությունը կազմում է 6-ից 9 մետր։ Նույնիսկ ծառի վրա սենկեր են աճել, պատկերացրեք այս ծառերը դարերով մնացել է եւ այս կանավորվել։ Եկեք մի հատ էլ սենկեր ցույց տամ։ Այս ծառը որ կա, այս ծառի անունը Populus, որը կազմում է 9 մետր նրա լայնությունը, ու նրա վրա նույնպես աճել են սենկեր։ Արկեցեք չենք տա, որտեղ գործ չունենք։ Բայց ոնց որ թե սկսում է անձրև կալ, ու ոնց որ ուզում է անձրևը հարամի իմ վիդեոն, ու այս
տեղը, Տենտրոպարկը դա լիովին անվճար է, եթե դուք կգաք Վրաստան անպայման եկեք, մտեք, տեսեք այս հրաշք վայրը։ Ես շատ եմ խորհուրդ տալիս, եթե հասցնեմ էլի լիքը բաներ կնկարեմ, մինչև անձրևը իհարկե թե չխափանի իմ վիդեոն։ Շարժվում ենք առաջ։ Ուրեմն նոր ճանապարհը շեղվեցում մեկ հատ այսպես ծառ, մենակ ծառ է ինքը ու լրիվ փակում է։ Իշտ է տեսախցիկով այդ գեղեցիկ էմոցիաներ չեմ կարող նկարել ինչքան գեղեցիկ տեղ է, այն որ կոնկրետ ես շեղվեցի, ժողովուրդը այնտեղ կանգնած եմ հիմա, ասի այնտեղ սպասեք, ես հեսա կգամ։ Ու հիմա ես մենակ եկել եմ ու այս տեղով եմ գնում ու այստեղ կորելու հավանականությունը 99.9% է, եթե այս վիդեոն դուք տեսեք շատ լավ։ Իհարկե սա կատակ էր, բայց իրականում ասում շատ հավես է։ Տեսախցիկով այդ գեղեցկությունը չի փոխանցվում, բայց շատ սիրուն է։ Անպայման եկեք Տենտրոպարկ, Վրաստանի Տենտրոպարկ եւ զգացեք ու զգում եմ, որ արդեն անձրև է գալիս։ Ու հիմա մենք դուրս ենք գալու Տենտրոպարկից եւ գնալու ենք հատուկ արձաններ կան, իրանց անում են երաժիշտների արձան ու կանգնում ես նայում ես ու արձանը սկսում են նվագել։ Հիմա այդ տեղն ենք գնալու, այդ տեղն եմ նկարելու։ Այնպես որ շարունակում ենք ճանապարհը։ Ինչեղ հայերը կուեն կմտնի Տենտրոպարկ ու չեն կրնա դուրս գան։ Մոլորի ելենք երեխաներ։ Մոլորի ելենք։ Մաման գալիս ճանապարհը։ Մենք դու։ Ոնց ընկայի վիդեո նկարելու ու ժողովրդին ուտելիքցի։ Եթե դուք իմ YouTube-ից վիդեո տեսաք, ուրեմն մենք ստեղծ դուրս ենք եկել։ Եթե դուք չեկանք, ուրեմն դուք չեք։ Ուրեմն կարճ եւ կոնկրետ այդ նորվա այդ գեղեցիկ ճանապարհը որ կար, այդ ճանապարհը եկանք ու զգացինք, որ մենք մոլորվել ենք։ Ուրեմն մենք 5 հոգով չկարողացանք կողմնորոշվել ու մի կերպ մի ճանապարհ գտանք ու դուրս եկանք։ Ասոց չի կարող նկարել, որ ճանապարհ է, էլի ոնց ենք մենք տարբեր տեղեր գնում։ Ուրեմն ես գիտեի, որ պետք է անձրևը հարամի իմ վիդեոն ու հիմա արագ վազելով գնում ենք մեքենայի մոտ ու փորձենք գնալ այդ երաժիշտների արձանների մոտ, չգիտեմ կստացվի թե չէ, բայց ուսամ հետաքրքիր վիդեո է եղել, եթե լավն է եղել, բաժանորդագրվիր ալիքին եւ դիդ լայք։ Իսկ մենք շարժվում ենք մեքենայի մոտ։ Ուրեմն, քանի որ անձրևը ինձ խանգարեց, մենք արդեն եկել ենք այդ արձանների մոտ ու տարբեր արձաններ մենք տեսանք, ուրեմն հենց այս արձանը որ կա, սա վրացի երգիչ է, որի անունն է Համլետ Կոնաշվիլի, իրականում պատմությունը նրա շատ հետաքրքիր է, իրականում քանդակներն են շատ գեղեցիկ, իրականում տրված է որպեսզի չտիպչեն նրան, դրա համար չեմ ուզում տիպչել նրան, իսկ մենք հիմա շարունակում ենք մեր ճանապարհը, ծանոթանանք տարբեր արձաններ, նույնիսկ այնտեղ երգող արձաններին եմ ես հիմա անակնկալում երբ ենք հասնում, որպեսզի տեսնենք ինձ այդ արձանը։ Իսկ մինչև հասնենք այդ երկու արձանների մոտ, այստեղ մի քանի տարբեր արձաններ կան, դա արձաններից ես ցույց կտամ։ Մեր հաջորդ արձանը, որը հիմա ես գտնում նրա կողքին, դա նրա անունն է Զախարիա Պալիաշվիլի, հայտնի կոմպոզիտոր է եղել։ Մեր հաջորդ արձանը, որի մոտ որ ես հիմա գտնում եմ, նրա անունն է Վիկտոր Տոլիցե, նա նույնպես եղել է կոմպոզիտոր, եղել է Թբիլիսիում, սովորել է Թբիլիսիում, սովորել է շատ երաժշտական դպրոցներում եւ այլն։ Իսկ հիմա մենք շարժվում ենք առաջ ու իրականում նրանց պատմությունը, որ հիմա կարդում եմ, ճիշտ անգլերեն է, շատ երկար է նրանց պատմությունը, չեմ ուզում վիդեոյի ուղիղ կեսերից այս պատմություններ լինի, դրա համար կարճ կպատմեմ նրանց պատմության մասին։ Հաջորդ մեր արձանը, խնդրեմ, նրա անունն է Դմիտրի Արաքիշվիլի, նա նույնպես եղել է կոմպոզիտոր, Վրաստանի ամենաուժեղ կոմպոզիտորներից եղել է ֆոլքի կոմպոզիտոր է եղել, աշխատել է տարբեր երաժշտական դպրոցներում, ունեցել է տարբեր կրամպիրներ, նաև եղել է Մոսկվայում, եղել է նույնիսկ Ամերիկայում, տարբեր տեղեր նա ստեղծագործել ու շատ հետաքրքիր պատմություններ ունի, ամեն մի արձան մի շատ հետաքրքիր պատմություն ունի, որը որ հիմա որ ես կարդում եմ, շատ հետաքրքիր պատմություն է, խորհուրդ եմ տալիս որպեսզի գաք, նույնպես տեսնեք այստեղ
Հուսամ վիդեոն շատ հետաքրքիր է, ինձ նույնպես շատ հետաքրքիր է ուսումնասիրելով տարբեր մարդկանց հայտնի կոմպոզիտորների տարբեր դերասաններին, այնպես որ անցնում ենք առաջ։ Մեր հաջորդ արձանը շատ հանրահայտ Լյուդվիգ վան Բեթհովենի արձանն է։ Ինչպես դեք Լյուդվիգ վան Բեթհովենը եղել է կոմպոզիտոր, եղել է դիրիժոր, նա իրականում սովորել է Վրաստանում, եղել է տարբեր կոնսերվատորիաներում է սովորել, եղել է նաև Ամերիկայում, եղել է նաև Վրաստանում է շատ համերգներ տվել։ Մի խոսքով Լյուդվիգ վան Բեթհովեն։ Հաջորդ մեր արձանը Յոհան Սեբաստիան Բախ։ Յոհան Սեբաստիան եւս բոլորս ճանաչում ենք, բայց նույնպես կարծում եմ նրա պատմությունը ու շատ հետաքրքիր բաներ իմացել, որ նա սկզբից եղել է Վրաստանում սկզբից նրան իշքան որ հասկացա, սկզբից նրան այդքան շատ չեն ճանաչել։ Երբ որ նա գրել է մի երկու երգ, արդեն սկսել են նրան ճանաչելը։ Ու նա եղել է նաև կոմպոզիտոր եղել, ասեմ որ Յոհան Սեբաստիանը գրել է շատ գեղեցիկ ստեղծագործություններ եւ խորհուրդ ընդհանուր որպեսզի դիտեք, լսեք այդ ստեղծագործությունները, որպեսզի ծանոթանաք Յոհան Սեբաստիանի հետ։ Մեր հաջորդ արձանը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ։ Մոցարտը եղել է կոմպոզիտոր, նույնիսկ եղել է ջութակահար։ Մոցարտին իրականում շատ են սիրել, շատ են սիրել։ Ու լիքը ժամանակներում էր, որ Մոցարտը նա առանձնանում էր ու գրում էր իր ստեղծագործությունները, որը որ նրան արեց առաջանաչ։ Իրականում ասեմ, որ շատ լավ են արել, ճիշտ ասած, ինչպես տեսնում եք, գունաթափվել է արձանը, որը որ շատ ցավալի է ու շատ եմ ուրախանում, որպեսզի այսպիսի տեղեր կան, այսպես վայր կան, որ կարող են գալ ծանոթանալ մարդիկ հայտնի դերասանների, հայտնի երաժիշտների հետ։ Հաջորդ արձանը, որին որ ես շատ եմ սպասել, Beatles-ի արձանն է։ Beatles-ին հուսով եմ բոլորդ էլ գիտեք ոնց է չլինի, մեկ անգամ կոնե նրանց ստեղծագործություններից, գոնե մեկ հատ լսած կլինեք։ Beatles-ը դա հանրաճանաչ բենդ է, որը որ արդեն էլ չկա էլ։ Ու այնքան աճերը, որ կանգնում ես նրանց կողքը ու Beatles-ի երգն է։ Շատ հավես է։ Դե ինչ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօրվա համար պատրաստել էի այսքանը։ Ուսամ ցած հետաքրքիր էր, միասին ճամփորդեցինք տարբեր տեղեր, տեսանք շատ գեղեցիկ ծառեր, տեսանք հայտնի երաժիշտների արձաններ, որը որ ես նույնպես չէի տեսել ու շատ էի ուզում տեսնել։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակին, որպեսզի բաց չթողնեք նոր վիդեոները։ Հաջողություն։